դուք առ այսօր Հայաստանի Հանրապետության քարտեզը համարում եք քարոզչական նյութ, համարում եք քաղաքական ղեկավարն է դարձրել դա քարոզչական նյութ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, Հայաստանի Հանրապետության քարտեզը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ցանկացած վայրում, ցանկացած օր, ցանկացած ժամի պատվով կրելու իր իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածքը, դուք այնքան սնանկ եք մտածում Հայաստանի Հանրապետության մասին, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը համարում եք ՔՊ-ի քարտեզ։ Չարաչար սխալվում եք, չարաչար սխալվում եք, ես ցավում եմ ձեր կարծիքի համար, ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր Հայաստանի Հանրապետության քարտեզը տհաճություն է առաջացնում։ Հայաստանի Հանրապետության քարտեզը քարոզչական նյութ։ Կներեք, պրոցեսը կարգավորեմ ու անպայման կանրադառնամ։ Արաքելյան Էլիզա, Հայաստան դաշինքի կողմից վստահված անձ ենք, 9-18 ընտրատեղամասում ենք գտնվում, ընտրող եմ ՔՊ-ի քարոզչական քարտեզով կանգնած էր դեռևս ընտրատեղամասի դիմացը եւ մեր մյուս դիտորդը արձանագրեց, որ չի կարելի քարոզչական քարտեզով ներկա գտնվել ընտրատեղամասի կողքին։ Մենք դրա մասին ներկայացրեցինք հանձնաժողովի նախագահին, ով եւս հակաճառեց, հակադարձեց մեզ եւ ասաց, որ թույլատրելի է։ Ապա տվյալ տղամարդը ներս մտավ եւ շարունակեց իր ընտրելու process-ը ընտրատեղամասի ներսում եւ իհարկե բոլորը նրան ասացին, որ դա անթույլատրելի է, նա պնդեց, նա ասաց, որ լավ է անում, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, ինքը հպարտ է, որ սուվերեն տարածք ունի այժմ։ Մի խոսքով ամբողջությամբ ՔՊ կուսակցության քարոզեր տեղի ունենում այս ընտրատարածքում։ Հանձնաժողովի նախագահը եւս մինչև վերջ այժմ էլ տեսակ ես տեսանյութ ուղիղ եթեր էի մտել, նա պնդում էր, որ կարելի է, որ սա Հայաստանի քարտեզն է եւ մի բան էլ մեզ էր մեղադրում, որ մենք համարում ենք այն քարոզչական նյութ, մինչդեռ բոլորին հայտնի է, որ հենց իրենց քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն է այն դարձրել սեփական քարոզարշավի սիմվոլը։ Բարոյ, ես 9-18 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն եմ, Պատվական Մարգարյան։ Պարոն Մարգարյան, քիչ առաջ մենք ականատես եղանք, որ միջադեպ տեղ ունեցավ քաղաքացին, քարոզչական ինչ-որ նշաններով փորձում էր մասնակցել ընտրության, խնդիրներ առաջացան հանձնաժողովի անդամներից մեկի եւ վստահված անձանց միջև, կխնդրեմ ձեր տեսանկյունից ներկայացնել այս խնդիրը։ Տեսեք, ուրեմն իրողությունը այսպիսին է եղել, ընտրողը Հայաստանի Հանրապետության քարտեզը կրծքին կրելով մտել է ընտրատեղամաս։ Հանձնաժողովի վստահված անձանցից մեկը դա փորձել է խոչընդոտել ընտրողի ընտրությունը, հորդորելով նրան դուրս գալ, հանել իր կրծքի կրծքանշանը, հանել, նոր մտնել ընտրատեղամաս, դրան հակադարձել է հանձնաժողովի անդամը, որը ունի այդ իրավունքը, հակադարձել է, որ ընտրողը այս պայմանությամբ չի խախտում ընտրական օրենսգրքի կետ եւ քարոզչություն չի իրականացնում, քանի որ Հայաստանի Հանրապետության դրոշը, Հայաստանի Հանրապետության գերբը, Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության քարտեզը դրանք չեն համարվում քարոզչական նյութ։ Այնուհետև վստահված անձը շարունակել է հանձնաժողովի անդամի հետ վիճել, ես որպես հանձնաժողովի նախագահ միջամտել եմ եւ հորդորել եմ, խորհուրդ եմ տվել արձանագրել իրողությունը վստահված անձին, արձանագրել, եթե այդտեղ տեսնում եք խախտում, ընտրողը մինչև վերջ իր ընտրությունը կատարել է իր ցանկությամբ, կրծքին կրելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը քարտեզը եւ դուրս է եկել։ Կներեք, բայց այդ քարտեզները պատրաստվում են քաղաքացիական պայմանագրերի կուսակցության պատվերով, ֆինանսավորմամբ եւ այդ ամեն ինչը բաժանվել է քարոզարշավի ընթացքում եւ ասոցիացվում է կուսակցության հետ։ Այդ մասով ինչ կարող եք ասել։ Տեսեք, եկեք այսպես դիտարկենք։ Եթե կուսակցություններից մեկը քարոզարշավի ընթացքում օգտագործել է օրինակ դրոշ է բաժանել, Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշն է բաժանել, կամ օրինակ քարոզչություն է իրականացրել կուսակցություններից մեկը օգտագործելով գերբը, դա մեզ պետք է
թույլ տար, որ մենք ընտրողին, երբ որ իր հագին կլիներ օրինակ եռագույնով վերնաշապիկ կամ կլիներ գերբը զինանշանով գերբով վերնաշապիկ, մենք իրեն պետք է թույլ չտանք կատարելու իր պարտքը, իր ընտրությունը։ Բնականաբար ես իմ հռետորական հարցին կպատասխանեմ, որ իհարկե ոչ, ընտրողը իրավունք ունի, կրկին անգամ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության սուրբ քարտեզով Հայաստանի Հանրապետության դրոշով, զինանշանով, գերբով ազատ մուտք գործել ընտրատեղանոց։